նախ տորթի վրա ուշադրություն հրավիրենք, ամենաազատ սրբազան եւ Վախից այն կողմ ազատությունն է։ իր խոսքերն եք։ Այո։ Ու մտահղացումներ հենց այսպես պատկերել տորթ։ Շիրակի թեմի երիտասարդների միության։ Դուք Շիրակից եկել եք այս եղանակային բարենպաստ պայմանների Նոր հենց դա է նշում իրականում, որ ինչքան էլ մենք մրսած ենք էլի տեսակ հոգնած ենք, բայց Հանուն Սրբազանի այս մի քանի րոպեները, որ մենք անցկացնում ենք հիվանդանոցի դիմաց իր պատուհանի մոտ կամ մի փոքր այս կողմ, այս եղանակային պայմանները մեզ չեն խանգարում, որովհետև մենք տեսանք Սրբազանի ժպիտը, որը բոլոր ժպիտներից կարծում եմ տվյալ պահին ամենաթանկն ու կարևորն էր մեզ համար։ Նախկինում ինչպես էիք Միքայել Սրբազանի ծննդյան տարեդարձը նշում, պատրաստվում։ Նախկինում Սրբազան հոր ծնունդը միշտ նշել ենք Շիրակի թեմի առաջնորդարանում, միությանը հավաքվել է, մտածել է, թե ինչպես կարելի է կազմակերպել իհարկե մեր թեմի բոլոր երիտասարդների մեծ ներդրումով, միշտ ամեն տարի նշվել է հենց առաջնորդարանում, սակայն որոշ խոչընդոտների պատճառով այս տարի չկարողացանք տոնել հենց առաջնորդարանում։ Բայց ինչպես տեսնում եք, այդ խոչընդոտ չէր ընդհանրապես երիտասարդաց միության համար։ Երբ որ կա ցանկություն, կա նպատակ, ուրեմն ոչ մի խոչընդոտ մեզ չի խանգարի։ Ձերանն էլ կասեք։ Էլեն։ Միքայել Սրբազանի խորհուրդը, որը ձեզ տվել է տարի ընթացքում, որն է ձեզ համար։ Նոր ես նշեցի, նա ասում էր, որ սիրեք իրար շատ, ու այդ այսօր այնքան է մեզ օգնել, այնքան է օգնել, որ մենք այսպես համախմբվել ու եկել ենք, հարցել տվեցիք, որ ասեցիք եղանակային պայմանները, ես կնշեմ, որ ինչքան էլ ցուրտ լինի, մենք եկել ենք այստեղ մի նպատակով, ու երբ Սրբազան հայրը հրաշափառ Աստվածաշարականի ժամանակ, թագավոր երկնավոր ժամանակ մեզ խաղաղություն տվեց, այդ խաղաղությունն էր, որ ջերմացրեց մեր հոգին, ու այժմ այնքան ջերմ ենք, որ ընդհանրապես դող ցուրտ սառնություն չենք զգում։ Թեմում ընդհանրապես Շիրակում, Գյումրիում, առաջնորդարանում, առանց Միքայել Սրբազանի ինչպես է իր բացակայությունը։ Շատ դատարկ է եկեղեցին, շատ դատարկ։ Երբ ժամերգությունների էինք, ես օրինակ երբ ժամերգությունների էի գնում, Սրբազան հայրը միշտ դրան դիմաց կանգնած էր ու իր հայրական օրհնությունը միշտ էլ տալիս էր էլի իր երիտասարդներին ու երբ հարցնում էինք ինչպես եք Սրբազան հայր, ասում էր որ ես լավ եմ ու որ ինքն էր հարցը տալիս, ասում էր լավ ես, ասում եմ լավ եմ, շնորհակալություն, դուք ինչպես եք, ասում է դուք լավ եղեք, որ մենք էլ ձեզանով լավ լինենք։ Այդ սերը, այդ միասնությունը, այդ ամեն ինչն է կապում մեզ, որ մենք իր հոգևոր զավակներն ենք ու լինելու ենք միշտ։ Ավելացում անեմ, որ ինչքան էլ Շիրակի թեմը տվյալ պահին իր ամբողջական ներկայությամբ չի տեսնում մեր Սրբազան հոր ներկայությունը, միևնույն ժամանակ լիքն է հենց Սրբազանով, իր խոսքերով, իր աղոթքներով ու այդ աղոթքները, այդ խոսքերը թեկուզ որ բանտից են գալիս մեզ հասնում, դրանք շատ թանկ են մեզ համար, որովհետև հենց այդ խոսքերն են մեզ ուժ տալիս ու ստիպում, որ մենք առաջ շարժվենք, ժպտանք, աղոթենք ու պայքարենք հանուն մեր հայրենիքի, մեր հավատքի ու մեր եկեղեցու կողքին լինենք միշտ։